Ողջույն սիրուններս, ճիշտ այսօրվա վլոգը խոհանոցից է, բայց այսօր միասին ոչինչ չենք պատրաստելու, որովհետև ես իրականում առանց ձեզ արդեն պատրաստել եմ այսօրվա ընթրիքը, ես ամեն ինչ հավաքել, մաքրել, դասավորել եմ եւ այս ընթացքում ես կարող էի գնալ ու պարզապես հանգստանալ, բայց ես սիրում եմ իմ գլխին գործ բացել, ինչպես որ գրեթե բոլոր կանայք ու աղջիկները։ Հիմա ես կասեմ, թե մենք այսօր ինչով ենք զբաղվելու։ Մինչ ասել ես, ձեզ ցուցադրեմ իմ կարմիր, ախորժելի բորշը։ Իրականում ես կանաչին այսպես մեծ եմ գցում, որպեսզի հետո հանեմ եւ չուտենք դա։ Բացի բորշի մասին խոսելուց ուզում եմ ձեզ նաև ասել, որ ես այս ընթացքում կարող եի օրինակ հավաքել իմ փազլը։ Այո, ես այս շրջանում հավաքում եմ փազլ, որի միջոցով նաև մտքերս եմ կարողանում իմի բերել, հավաքել, կենտրոնանալ, ենթագիտակցությունս ակտիվացնել, մի խոսքով դա ինձ բավականին հանգստացնում է։ Չնայած որ փազլը այո շատերին նյարդայնացնում է, հատկապես 1000 կտորով փազլը, որի ամեն մի հատիկը այսինքն պուջուրի կա։ Եկեք գնանք դա ցույց տամ ու վերադառնանք խոհանոց։ Իմ փազլն է, որը դեռ ամբողջությամբ հավաքված չի, բայց դուք տեսնում եք, թե ինչքան մանր կտորներից է բաղկացած եւ տեսնում եք, թե ինչքան մեծ է, նայեք իմ ձեռքի ափը ընդամենը այսքանն է։ Հիմա ես դեռ պետք է հավաքեմ սրա շարունակություն կտորը եւ 2 հատ այս չափի։ Այսինքն եւս 1-2 ոնց որ պետք է ներքև իջնի, էլի։ Ընդհանուր պատկերը այսպեսինն է, ասենց անձրևային, շատ տաքուկ փողոցա, ճապոնական կամ չինական, որը ինձ շատ գերեց իր գույներով եւ ես ուզեցի այն հավաքել եւ հիմա հավաքելիս շատ հանգստանում եմ։ Իմիջայլոց սա իմ շատ հին հոբիներից մեկն է, որին ես վաղուց չէի մոտեցել, բայց այս անգամ որոշեցի ռիսկի գնալ եւ հավաքել։ Փազլ հավաքելու իմ հոբիին ես վաղուց չէի մոտեցել, որովհետև վախենում էի նարեից, մտածում էի, որ ինքը կվերցնի, հատիկները կկորցնի, բայց պարզվեց, որ նարեն արդեն 3 տարեկան է ու հնարավոր է իր հետ նաև հավաքել փազլ։ Ես այս ընթացքում նաև չեմ նկարել, մոտավորապես 1 տարի կամ ավելի կլինի, ես նույնիսկ չեմ նկարել, իսկ իմ նկարած նկարներից մի քանիսն հիմա ձեզ ցույց կտամ։ Իմ նկարած նկարներից մեկն է Վան Գոգի կտավներից մեկի մոտիվներով։ Իհարկե ասում եմ իմ նկարած նկարներից մեկը, բայց թվահամարներով կտավի մասին է խոսքը, ոչ թե 0-ից կտավը մի ես նկարել, պարզապես այդ ընթացքում երբ ներկում ես ու շատ մանր, այսպես աշխատանք ես կատարում, որովհետև թվահամարով կտավն էլ հեշտ չի նկարել, նույնիսկ շատ ավելի բարդ է, քան դու 0-ից կտավի վրա նկարես, բայց միևնույն կան մարդիկ ինձ նման, ում դա հանգստացնում է, բայց մարդիկ էլ կան, ում դա նյարդայնացնում է եւ նրանք մանր աշխատանքներ անել չեն սիրում։ Բայց քանի որ այսպես կտավների մասին էլ խոսեցինք, եկեք ցույց տամ նաեւ իմ կտավները, որովհետև Instagram-ում 1-2 տարի առաջ ցույց էի տալիս, բայց գուցե իմ YouTube-յան հետևորդներից շատերը չգիտեն իմ այդ հոբի։ Քանի որ տանը շատ տեղ չունենք դնելու, դրա համար իմ կտավներից 1-2-3 դուք արդեն տեսնում եք, մնացածն էլ ցույց տամ, որոնք մեր շքամուտքում են գտնվում պատյեստում։ Եկեք գնանք հերթով ցույց տամ։ Սա այսպեսինն է։ Հաջորդը այսպեսինն է, ու նարին ասում է մամին այստեղ նստած, որովհետև մենք միասին Փարիզ էինք գնացել, ինքը շատ տպավորվել էր, ու իրեն թվում է, որ ես նկարում իսկապես ես եմ։ Այստեղ ունեմ մեկ այսպիսի այսպես ուլունքներով հավաքած գեղեցիկ պատկեր, որը էլի բարդ էր հավաքել շատ։ Ունեմ շատ հեշտ կտավ, սա ընդամենը 1 օրում եմ արել։ Հաջորդը մեզ մոտ սա է, Երևանում Աբովյան փողոցում տեսած կլինեք այս նկարը, շատ ծառ է, ներողություն, շատ սիրում եմ այս հատվածը մեր Երևանի։ Հաջորդը սա է, Փարիզի փողոցներից մեկն է, որտեղ հաղթական կամարն է փողոցի վերջում։ Հետո այսպիսի ծովային պատկեր, որը ես նկարել եմ նարեով հղի ժամանակ ու վերջին օրը ավարտել եմ, մարտի 1-ին ավարտել եմ կտավը երեկոյան, մարտի 2-ին գնացել եմ հիվանդանոց։ Ունեմ այսպիսի պատկեր, որը պապայիս մահից հետո եմ նկարել, որովհետև ես կգժվեի, եթե ոչինչով չզբաղվեի, ու սա շատ բարդ էր նկարելը, որովհետև տեսնում եք ինչքան խիտ են գույները։ Հետո սենց ունեմ թութակներով, սրտիկներով, եւ այս մեկն էլ արդեն տեսակ իմ մեջքի հետևում։ Հիմա ձեզ ասեմ, թե ինչի համար ենք մենք այսօր հավաքվել եւ վերջապես ինչի մասին է մեր այսօրվա վլոգը։ Ուրեմն ես ունեմ մեկ այլ հոբի, որը որ կոլեկցիայի մասին է։ Ես շատ սիրում եմ այն երկրներից, որտեղ որ լինում եմ, ինձ հետ բերել բաժակներ։ Սա բերել եմ Ամստերդամից, գիտեք, վերջին անգամ Բրյուսել ու Ամստերդամ էինք գնացել։ Իհարկե Բրյուսելում իմ հեռախոսը գողացան եւ ես շատ տխուր հեռացա այդ քաղաքից ու այնտեղից չեմ բերել բաժակ, բայց երևի թե դա նշան է, որ ես նորից պետք է գնամ այդ քաղաք։ Ամեն դեպքում Ամստերդամից հիշել եւ գնել եմ։
մեկ այսպիսի բաժակ, եւ հիմա ձեզ ուզում եմ ցույց տալ իմ բաժակների կոլեկցիան, ես ինքս էլ դրանք կհանեմ հիմա եւ կտեղավորեմ մեկ դարակում, որը դատարկել եմ հատուկ այդ բաժակները տեղավորելու համար։ Գնացինք։ Քանի որ բաժակների մասին ենք խոսում, ես այս պահին սուրճ եմ խմում իմ ամենասիրելի բաժակներից մեկով, որտեղ որ Վան Գոգի Աստղափայլ գիշերը կտավի, այսպես ասած, նմուշն է պատկերված։ Իմ ամենասիրելի նկարիչներից մեկն է Վան Գոգը, ես նրա բոլոր ստեղծագործությունները շատ սիրում եմ եւ այս բաժակով մեծ սիրով ամեն օր սուրճ եմ խմում եւ նմանատիպ էլի բաժակ ունեմ, որը շատ սիրում եմ, այս սա է։ Նվեր եմ ստացել իմ գործընկերներից մեկի կողմից, ձեռագործ բաժակ է։ Այսպես եւ այսպես բաժակների հետ կապված ես ուզում եմ բոնուսային հավելում անել եւ ասել, որ եթե դուք ուզում եք ձեր ինքնագնահատականը ավելի բարձրանալ, դա կարող եք անել հենց բաժակի միջոցով։ Օրինակ, եթե դուք սովորաբար խմում եք սուրճ կամ թեյ, դուք դա պետք է անեք ոչ թե սովորական բաժակներով, որոնցից օգտվում են ընտանիքի բոլոր անդամները, այլ դուք պետք է ունենաք անհատական բաժակ։ Անհատական բաժակը ձեզ կօգնի, որպեսզի դուք ձեզ զգաք ավելի կարևոր, դուք ձեզ զգաք տարբերվող, հիասքանչ եւ այդպես կարողանաք ձեր ինքնագնահատականը բարձրացնել։ Դա պրակտիկա է, որը օգնում է իսկապես ինքնագնահատականը բարձրացնելուն։ Ես ուզում եմ այս մի բաժակս էլ ցույց տալ եւ վերջ։ Իրոք, սա մեջ նույնիսկ ինչ-որ բան կար։ Հետ առը, նորից ձեռագործ բաժակ է դեպ։ Եվ այստեղ գրված է ըմբիր եւ ժպտա։ Էլի ձեռքով նկարված բաժակը ուսալ իմ գործընկերներից մեկն էր նվիրել եւ ես իրենց բրենդը գովազդել եմ Instagram-ում շատ տարիներ առաջ ու նույնիսկ սուրճի բաժակներ ունեմ 6 բաժակ է, իսկ իմ անունը 6 տառից բաղկացած հասմիկ եւ այսպես ամեն բաժակի վրա մի տառ գրված է ASMI 6 բաժակ իր ափսեներով եւ ափսեներից յուրաքանչյուրի վրա գրված է տարբեր մաղթանքներ, օրվա հետ կապված ինչ-որ բաներ, մի խոսքով այդ բաժակները տանը չեն, տարել եմ գյուղում, պահել եմ, որպեսզի հետո տանեմ նոր տուն, թե չէ հիմա դա էլ ցույց կտայի ձեզ։ Մի խոսքով այսքանը բաժակների հետ կապված։ Բաժակների կոլեկցիա սկսել եմ հավաքել 2016 թվականից, հակառակ դեպքում, եթե ավելի շուտ սկսած լինեի, ավելի շատ բաժակներ կունենայի, որովհետև դրանից առաջ ավելի շատ եմ ճանապարհորդել, բայց 2016 թվականին այս բաժակը ինձ հետ բերել եմ Սանկտ Պետերբուրգից եւ դրանից հետո արդեն հաջորդ ճանապարհորդությունների ժամանակ գնեցի բաժակներ, ճիշտ է մինչեւ ամուսնանալս ինչքան բաժակ կար օրինակ Մոսկվայից, Հունաստանից դրանից հետո բերել էի, բայց դրանք մնացել են մամայից տանը։ Հիմա ձեզ ցույց տամ մյուս բաժակները։ Այսա ես բերել եմ ինձ հետ Եգիպտոսից։ Տեսեք վրան գրված չի իհարկե Եգիպտոս կամ չգիտեմ ոչ մի բան գրված չի վրան, Շարմել Շեյխ, Կահիրե եւ այլն, բայց մի տեսակ եգիպտական խորհրդանիշ ունի։ Ես իրականում շատ չեմ սիրում ասած աչքի ուլունքով բաներ, բայց այս բաժակը շատ տպավորիչ էր եւ ասած ձեռքի աշխատանք ինքը 3D-ոտ։ Սրանք էլ նայեք 3D-ներն են։ Մի խոսքով այսպես է, համ գույներով ինձ գրավեց, համ էլ իր ձեռքի աշխատանք լինելով։ Հա, ես ձեռքի աշխատանքները շատ եմ սիրում եւ միշտ գնահատում եմ ձեռքի աշխատանքները ու միշտ հիշում եմ Անի Վերնոյի Մայրիկ ֆիլմը եւ ոչ միայն նաեւ Մայրիկ գիրքը, որտեղ որ շատ պատկերավոր նկարագրվում է, թե ինչպես է մարդը կատարում ձեռքի աշխատանք ու հետո դա վաճառելիս ինչ ջանք է դրանում դնում, ինչ սիրտը հոգի է դնում, մի խոսքով դրանից հետո սկսել եմ էլ ավելի շատ ուշադրություն դարձնել ձեռքի աշխատանքներին եւ դրանք գնահատել։ Հաջորդը Հունգարիայից է Բուդապեշտից, այսպիսի սիրուն բաժակ ունեմ, որտեղ որ նկարված է այս մոստիկը, որը Դանուբկետը բաժանում է երկու մասի, իրենց պարլամենտը հայտնի, մի խոսքով սա ինչ էր, Ֆիշմենի ամրոցը ոնց որ, մի խոսքով Սա բերել եմ Փարիզից եւ փոշմանել եմ, որ այս բաժակն եմ բերել ինձ հետ Փարիզից, որովհետեւ ես Փարիզում տեսա շատ յուրահատուկ բաժակ ու չգիտեմ ինչու չգնացի դա, բայց եթե Փարիզից կամ մարտով գալու է Երևան ու ինքը լինելու է Էֆելյան աշտարակի տակի անմիջապես տակի սուվենիրների խանութում, ես շատ խնդրում եմ, որ ինձ համար բերի այդ բաժակը, ուրեմն նի ստանդարտ բաժակ էր, որի ոտքերի հատվածը այնպես էր կառուցված, sense ներքևի հատվածը այնպես էր կառուցված ոտքերով, ոնց որ Էֆելյան աշտարակը լիներ, պատկերացրեցիք, sense մի խոսքով շատ սիրուն բաժակ էր, sense նեղանում էր վերևը, այդ նեղ հատվածն էր ըմպելու հատվածը, սա իր հետ գտալով է, բայց այս բաժակից ես կարող էի գնել նաև Հայաստանից։ Ոնց չբերեցի ამ բաժակը 17 եվրո էր դեպ, եթե բերեք ես խոստանում եմ կրկնակի ձեզ վճարել։ Այս բաժակը բերել եմ Զանզիբարից, Աֆրիկայից, ինչպես տեսնում եք փղիկներին, այստեղ էլ ասենց փղիկ ընճիթ է, ոնց հասկանում եք։ Մի խոսքով այ այսպես։ Մենք Զանզիբարում, վրան գրված է Ջամբո Զանզիբար, ուրեմն ոնց է որ գնում ես Եվրոպա կամ չգիտեմ օրինակ Եգիպտոս եւ հյուրանոցում քեզ տեսնելիս ամեն վարքյան աշխատակիցներն ասում են hello, hi, երբ որ Զանզիբարում էինք, ով քեզ տեսնում էր, ասում էր Ջամբո, Ջամբո, Ջամբոն իրենց բարևներ,
ու իրենք ջամբո երգել էին, ջամբո հանա, ասած ինչ որ երգել։ Մի խոսքով ամբողջ օրը դա էին երգում, ամբողջ օրը ջամբո էին ասում։ Մի խոսքով, բայց ով ուզում է գնա Զանզիբար, ես նրան խորհուրդ չեմ տալիս այդքան գումար ծախսել Զանզիբարի վրա, որովհետև բավականին թանկ էր ու այդ գումարով կարելի էր գնալ Մալդիվներ։ Ամեն դեպքում Աֆրիկան մնում է Աֆրիկա, եւ եթե դուք պատրաստ եք նոր փորձառությունների, օրինակ մոտիկից կենդանիներ տեսնելու եւ այլն, իդեպ Զանզիբարից էլ ունեմ հոլովակ YouTube-ում կարող եք նայել, թե ինչքան մոտիկից են կենդանիներին տեսել։ Դա էլ այդպես։ Բայց եթե ուզում եք ուղղակի հանգիստ, լավ օվկիանոսային ափեր եւ այլն, ավելի լավ է հավանաբար Մալդիվներ, բայց Մալդիվներում չեմ եղել։ Այս բաժակը բերել եմ Պրահայից։ Նորից իրենց տրամվայը նկարած, նորից իրենց տեսարժան վայրերն են, իրենց հայտնի ժամացույցը, հրապարակը, մի խոսքով շենքերը եւ այլն Սուրբ Վիտուսի տաճարը։ Այդպես։ Հաջորդ բաժակը ինձ մոտ Ռոմից է, էլի այսպես ինչ որ 3D պատկերներ է ու շատ թեթև բաժակ է սա իմիջայլոց։ Մյուս բաժակը ուզում եմ ցույց տալ իմ ունեցած կոլեկցիայի ամենամեծ բաժակը, դոդո, նայեք ինչ մեծ է, ու որպեսզի համեմատենք, եկեք համեմատենք Պրահայի բաժակի հետ։ Նկատեցիք տարբերությունը։ Նայեք, շատ բարձրահասակ սիրուն բաժակ է Վիեննայից։ Ես Վիեննան շատ էի հավանել ու մենք գնացինք 2 անգամ իրար հետևից, բայց հիմա հասկանում եմ, որ նույն տեմպով ես մի քանի անգամ իրար հետևից կարող եմ գնալ Ամստերդամ, ու եթե համեմատեմ Ամստերդամը եւ Վիեննան իրար հետ, ուրեմն վստահաբար Ամստերդամը կհաղթի այդ պայքարում։ Հաջորդ բաժակը ինձ մոտ Թունիսից է, նորից ձեռագործ բաժակ է, ձեռքով է նկարված, ստեղ գրված է Թունիս, եւ սա իրենց ընկապույտ հատվածն է քաղաքի, եւ քանի որ Թունիսից խոսեցինք, Թունիսից ինձ հետ բերել էի նաեւ նմանատիպ ափսե, նորից ձեռագործ, այսպես, նույն բաժակի պատկերով, էլի կապույտ քաղաքի ու 3 հատ այսպես ափսե, որից մեջտեղինը նարեն կոտրել է։ Իդեպ նարեն 6 ամսական էր, մենք գնացինք Թունիս, բայց հրաշալի անցել։ Իմ ունեցած ամենահետաքրքիր բաժակներից մեկը սա է, սա բերել եմ Ռումինիայից, Բուխարեստից, որը որ լավ տարբերվում է մյուս բաժակներից, եւս մեկը Գերմանիայից եմ բերել ու այս բաժակը փաստորեն Գերմանիայի բոլոր քաղաքների անունները վրան գրված այս բաժակի, բայց ես սա կարծեմ թե եթե չեմ սխալվում Համբուրգից եմ գնել, այստեղ նաև Քյոլնն է գրված, Բերլին, Համբուրգ, հանկարելի է Գերմանիայի մյուս քաղաքներից բաժակներ չբերել, չնայած այս անգամ մի քանի օր առաջ Համբուրգում էի ու չեմ բերել բաժակ։ Եվ իմ ամենահետաքրքիր բաժակը, որը ես ունեմ, ամենասիրունը ու ամենաթեմատիկը ամանորյա թեմայով, որը Pinterest-ում շատ տարածված էր, սա Վիեննայի բաժակն է, Pinterest-ում այսպիսի նկարներ շատ կան, վստահ եմ, որ հանդիպած կլինեք հատկապես տոնական օրերին։ Այսքաններ իմ բաժակների կոլեկցիան, ես գիտեմ, որ դրանք շատ չեն ցավոք սրտի, բայց ես փորձում եմ դրանք համալրել ու օրինակ Բրյուսելից չգնացի բաժակ, որովհետև առաջին օրը նայեցի հետաքրքիր ոչինչ չգտա, մտածեցի, որ հաջորդ օրը կառնեմ, դե հաջորդ օրն էլ արդեն հեռախոսս գողացան տրամադրություն չկար։ Մի խոսքով այդպես։ Ուզում եմ ասել, որ երբ որ հանդիպի, պետք է միանշանակ հենց այդ պահին գնել, որովհետև երբ թողնում ես հետոյի էլ չես անում դա։ Ու դա կյանքի բոլոր իրավիճակների մասին է, ոչ միայն ինչ որ մի իր գնելու մասին։ Ու հա մեկնաբանություններում կսպասեմ, որպեսզի գրեք ձեր սիրելի հոբիները։ Ինձ էլ հետաքրքիր է, թե դուք ինչ եք սիրում կամ ինչ կոլեկցիաներ ունեք դուք։ Եվս 2 բաժակ եմ գտել, որից մեկը նորից Պրահայից է։ Չգիտեմ ինչու եմ 2 անգամ Պրահայից բաժակ գնել, 2 տարբեր ճանապարհորդությունների ժամանակ եւ հաջորդը Շրի Լանկայից է։ Նորից փղերով այնպես, ինչպես որ Զանզիբարի բաժակը, բայց Զանզիբարին է ձեռագործել։ Իդեպ ես դասավորեցի այստեղ, խնդրում եմ միատ նայեք, 2 շարքով են իհարկե, բայց այս 2 բաժակին տեղ չմնաց, որովհետեւ հիմա եթե իմ Վան Գոգի 2 բաժակներն էլ դնեմ այստեղ, ուրեմն արդեն հաստատ վերջ։ Մնում է տեղավորվեն այդ 2-ը։ Բայց ես ամեն անգամ այս դարակը բացելիս շատ կուրախանամ։ Իդեպ մեր նոր տան մեջ, որի մասին որ որոշել եմ վլոգ նկարել եւ գուցե դա լինի իմ հաջորդ վլոգը, ձեզ ցույց տամ շինարարության ընթացքը, մեր նոր տան մեջ որոշել եմ ունենալ հատված, դիզայներին խնդրել եմ որպեսզի այդպիսի հատված սարքի հատուկ, որտեղ ես կկարողանամ տեղավորել իմ ամբողջ բաժակների կոլեկցիան եւ կկարողանամ դրանք ել ավելի շատացնել ու այսպես ամբողջը անընդհատ աչքիս առաջ կլինի եւ ես չեմ գնա եւ երկրորդ անգամ նույն քաղաքից բաժակ չեմ գնի։ Չնայած ես ուզում եմ լինել նույն քաղաքում մի քանի անգամ, կարող են բաժակները շատ լինել, կնվիրեմ դրանք։ Եվս մեկ հետաքրքիր բաժակ ունեմ, սա ոչ մի քաղաքից չի, ես տարիներ առաջ սա գնել եմ Երևանից եւ հունվարի 28-ին նվիրել էի ամուսնուս, այսպիսի բաժակ է։ Եվ սա դատարկ է բաժակը։ Սա նախատեսված է գարեջրի համար եւ ներսում իբրև թե գարեջուր է, նայեք ինչքան բնական է եւ ինչքան հավես ու երբ մենք հյուրեր ենք ունենում ու պետքա միասին գարեջուր խմենք, չնայած որ ես գարեջուր բացարձակ չեմ սիրում, ամեն դեպքում մեր հյուրերը այս բաժակով խմելիս անընդհատ մտածում են, որ իրենց բաժակը լիքն է։
Եվ հանդեպ չեն հասկանում, թե ինչքան են խմել եւ ինչքան դեռ կարող են խմել։ Ու այսպես ես բաժակների շարքը շատ եմ սիրում։ Իմիջայլոց սրանք կարելի է դնել սառցախցիկում, իրենք սառում են, սառույց է կապում եւ այդ սառույցը շատ երկար է պահվում իր մեջ ու գիտեք, որ գարեջուրը սառը վիճակում շատ ավելի համեղ է լինում։ Շնորհակալություն, որ նայեցիք, սպասում եմ ձեր սրտիկներին։ Պաչիկներ ձեզ, բայ բայ, սպասեք հաջորդ վլոգին։